Ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում Էստոնիայի ազգային թանգարանում ներկայացված զուգահեռներ ցուցահանդեսը միավորել է աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող 25 հայ արվեստագետների, ցույց տալով հայկական կերպարվեստի բազմազանությունն ու արտահայտման նոր ուղիները։ Օրեր առաջ ցուցահանդեսի կատալոգը ներկայացվեց նաև Երևանում։ Քանի որ մասնակիցների մեծ մասը երիտասարդ հեղինակներ էին, որոնց անունները դեռևս լայն ճանաչում չունեին ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում, մենք ցանկանում էինք միաժամանակ հանրահռչակել հայկական գեղանկարչությունը եւ ներկայացնել սկսնակ հայ նկարիչների ընդհանուր ստեղծագործական ձեռագիրը ավելի լայն հանրությանը։ Հանդիպում քննարկմանը մասնակցում էին ցուցահանդեսի մասնակից արվեստագետներն ու համադրողները, Էստոնիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը։ Հայաստանը չափազանց գունեղ եւ կենսունակ է, ամեն ինչ իր յուրահատուկ շունչն ու մթնոլորտն ունի եւ կարծում եմ հենց դա է արտացոլվում արվեստագետների ստեղծագործություններում։ Այսպիսի նախագծերը հնարավորություն են տալիս մշակույթների միջև կամուրջներ կառուցել, բացահայտել միմյանց աշխարհընկալումն ու գնահատել դրանց առանձնահատկությունները։ Վահան Շաբազյանի լուսաբացը Վարդագույն քաղաքում ակրիլային կտավների շարքում Երևանի Հանրապետության հրապարակը բացահայտվում է նոր գույների ու զգացողությունների միջոցով, ընդգծելով քաղաքի խորհրդանշական կերպարը։ Վերջի տարիներին ոգևորվում եմ հենց ճարտարապետական շինություններով եւ տուֆը որպես ազգային արժեք ինձ բավականին ոգևորում է եւ տալիս է էմոցիաներ, որ ես կարողանամ ստեղծել։ Արվեստագետի խոսքով ցուցադրության գաղափարը ոչ միայն ստեղծագործական մոտեցումների ներկայացումն էր, այլև հայկական արվեստի յուրահատուկ շունչը մեկ այլ մշակութային միջավայր հասցնելը։ Մենք ինչքանի հեռու գնանք, մենք պետք է հիշենք մեր արմատները եւ մեր ազգայինը, որը մեր արյան մեջ է, այդ վառ գույները, այդ էմոցիաները, զգացողությունը մենք պարտավոր ենք ներկայացնել։ Յուրաքանչյուր հայ արվեստագետի առաքելությունը ըստ համադրողի արարելն ու ստեղծագործելն է արվեստի միջոցով փոխանցելով այն արժեքները, որոնք կարող են հասնել աշխարհի ամենատարբեր անկյուններ։ Հասմիկ Պողոսյան, Ժիրայր Հապետյան, լուրերի համար։